Լոլիկը հարուստ է A և C վիտամիններով, B խմբի վիտամինների շնորհիվ հում լոլիկը բարելավում է նյարդային համակարգի աշխատանքը։ Այն հարուստ է մագնեզիումով ու ցինկով, ինչը կարևոր է մաշկի և մազերի առողջության համար։ Կալցիումի շնորհիվ այն նպաստում է ոսկորների ամրությանը։ Լոլիկը կարելի է օգտագործել դիետաների ժամանակ, քանի որ կալորիականությունը բավական ցածր է։ Ավելին, այն պարունակում է քրոմ, ինչը վերացնում է քաղցի զգացումը։ Լոլիկը հարուստ է նաև կալիումի պաշարով, որն օգտակար է հատկապես աչքերի, իմունային համակարգի ու սրտի համար։ Լոլիկ ընտրելիս ուշադրություն դարձրեք ամրությանն ու ծանրությանը։ Համեղ լոլիկը պետք է ունենա համասեռ գույն, եթե այն բուրում է քաղցր, ապա համեղ է։ Այն հեշտությամբ կեղև համար հարկավոր է դանակով խաչաձև գծեր անել ներքևի հատվածում, ապա 3-4 վայրկյան դնել տաք ջրի մեջ։ Հիշեք, լոլիկը սառնարանում կորցնում է համը, հետևաբար ցանկալի է այն պահել պահարանում, չոր պայմաններում։ Ասում են լոլիկն օրգանիզմից դուրս է բերում տոքսինները, դա ճիշտ է։ Կա կարծիք, թե այն խթանում է աղիների աշխատանքը, հատկապես հյութի պարբերաբար օգտագործումը կանխում է փորկապությունը։ Դա ևս ճիշտ է։ Եվ հիշեք, բնությունը կարող է հրաշքներ գործել, բայց այդ հրաշքներից պետք է օգտվել բժշկի խորհրդով։